Մենք շարունակում ենք գտնվել քննչական կոմիտեի դիմաց, որտեղ քիչ առաջ ներկայացավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, Միքայել Աջապայանը, նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը քրեական գործ է հարուցել Սրբազանի դեմ եւ առավոտ խուզարկություններ տեղի ունեցել Շիրակի թեմում առաջնորդարանում, հետո էջմիածնում էին փորձել ձերբակալել, հետո դրանից հետո չհաջողվեց ուժով բերման ենթարկել, Սրբազանը ինքնակամ ներկայացավ, հիմա գտնվում է քննչական կոմիտեում եւ ինչպես նշեցի, հսկայական թվով զորք է հավաքված, այստեղ ինչ տիպի ոստիկան կա, այս Մամիկոնյանց փողոցում է, բոլոր երկու կողմից փակ է, մեկը Տիգրանյան Խաշմերուկից, մյուսը Գրիբայեդով Խաշմերուկից փակ է փողոցը, մարդկանց դեռևս թողում են տեղաշարժվել, բերման են ենթարկում։ Հիմա ես տեսախցիկը փոխեմ, համ այն պատկերը կերևա հետևի, համ էլ մեր անին մի երկու ավելացում կանի իրավիճակի հետ կապված։ Անի ջան, ինչ է կատարվում, կիզակետում էիր, հա, բանի ձերբակալությունների բերման ենթարկման։ Մամիկոնյաց փողոցում, այս պահին այստեղ չան թվով բավականին քիչ քանակի քաղաքացիներ, քանի որ քննչական կոմիտե տարվող բոլոր ուղիները փակվեցան ոստիկանության կողմից եւ ցույց են տալիս քաղաքացիներին, նաեւ այն քաղաքացիներին, որոնք այսօր առավոտյան պաշտպանել են Սուրբ Մայրաթուրը, այնտեղից Սրբազանի հետ ուղևորվել են այստեղ, սակայն նրանց ցույց չեն տվել այս պահին գտնվելու քննչական կոմիտեի դիմաց։ Բոլոր ճանապարհները փակ են, մարդիկ չեն կարողանում գան հասնել այստեղ իրենց աջակցությունը հայտնեն։ Նրանք, ովքեր ինչ-որ մի կերպ կարողանում են Զարթուրի ճանապարհներով հասնել, գալիս են, պարբերաբար այստեղ բերման են ենթարկվում քաղաքացիներին, ընդ որում քաղաքացիները ոչ մի իրավախախտում չեն անում, ոչ բղավում են, ոչ հայհոյում են, ոչ նեղացնում են, ոչ սադրում են, պարզապես քաղաքացիները կանգնած են խաղաղ, իրենք երևի թե նման հրահանգ են ստացել, որ պարբերաբար քաղաքացիների բերման ենթարկել վաղը մթնոլորտ։ Ու ինքնապուխ է, որևէ կազմակերպիչ չկա, չէ, այստեղ ասենք քաղաքական ուժեր եւ այլն։ Այս պահին ոչ մի քաղաքական ուժ բացառությամբ մի քանի քաղաքական ուժի ղեկավարների այստեղ չեն գտնվում, մեծ մասամբ քաղաքացիներ են, այն քաղաքացիները։ Ես այստեղ նկատեցի Մայր Հայաստանի առաջնորդ, այո, Անդրանիկ Թևանյանին։ Մայր Հայաստանի Ավագանի Հարոյանի բերման ենթարկեցին, ինչը ինձ համար շատ զարմանալի էր։ Ես անձամբ պարոն Հարոյանին չեմ ճանաչում, բայց միշտ պարկեշտ անձնավորության տպավորություն ա թողել եւ Հարոյանին բերման ենթարկել, ինչի համար մարդը կանգնած էր, ինձ թվում է ովքեր ճանաչում են կամ թեկուզ ավականում նիստն են նայել, վստահ կարող են ասել, որ պարոն Հարոյանը այն կերպարը չէ, որ որևիցե մի խժդժդություն կարող է ստեղծել կամ անօրինականություն աներ, ինչի համար թույլ կտային իրենց բերման ենթարկեին։ Պարզապես կանգնած են պարոն Հարոյանը, ինչպես նաև կանգնած էին մեր մյուս քաղաքացիները, որոնք ոչինչ իրականում չէին անում, կամերաները ֆիքսել են, իրենք պարզապես պարբերաբար բերման են ենթարկել։ Ինձ թվում է ցուցակ ունեն իրենք ակտիվ քաղաքացիների, որովհետև ես լսեցի, որ դից կապ տվեցին, ասեցին այն երկուսին գնացեք հավաքեք։ Բերման են ենթարկվել նաև մի տղակար առավոտյան Սրբազանից օրհնություն խնդրեց, այդ տղային այստեղ շատ դաժան կերպով քաշ տալով բերման ենթարկեցին։ Տեր հայրը միջամտեց, արդեն կռիվ էր միջադեպ էր սկսվել տեր հոր հետ, ինչը շատ ամոթալի է։ Այս պահի դրությամբ ինչ ասեմ, ժողովուրդ ջան, տեսնում եք, գիտեմ, որ բարդ է հասնել քննչական կոմիտեի դիմաց, բայց եթե հնարավոր է, ձեր հնարավորության սահմաններում փորձեք եկեք մեր աջակցությունը Սրբազանին, նայ, հեսա, ես ցույց տամ, այս փողոցի ամբողջ երկայնքով այդ նման ոստիկանական ավտոբուսներ են։ Միջև այս Տիգրանյան Խաչմերուկ, այսպես շարված են ոստիկանական մեքենաներն ու ավտոբուսները, փողոցը փակ է, մարդիկ սպասում են
հանգուցալուծմանը, թե հանգուցալուծումը ինչ կլինի դժվար է ասել, բայց դատելով Նիկոլ Փաշինյանի փողոցային բառապաշարից ու գրառումներից հավանաբար որոշում կկայացնենք կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այսքանը մենք այստեղ ենք, բարբերաբար կտեղեկացնենք, թե ինչ իրավիճակ է այստեղ, ինչ է կատարվում, մի խոսքով։